Դե ինչ վերադարձան գովազդից եւ շարունակում ենք խոսել ավանդական հայկական թեմաներից։ Այսօր մեր տաղավարում է Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն ՀՕԱԿ-ի տնօրեն, բանասեր, բանահավաք Գոհար Գոգոլյանը։ Այսօր խոսելու ենք ցորենից պատրաստվող ուտելիքների, ուտեստների ու հատկապես հայկական հացի, լավաշի մասին։ Ինչ վկայագրումներ կան հայկական հացի ու ցորենից պատրաստվող կերակուրների մասին, որտեղից եւ ովքեր են դրանց մասին պատմել։ Բայց մինչ այդ հիշեցնենք հեռուստադիտողին, թե կան մարդիկ, ովքեր մոռացել են 2014 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական լավաշը ոչ նյութական ժառանգության մեջ է ներառել, սա կարծում եմ կարևոր իրադարձություններ եւ պետք չի դրա մասին մոռանալ։ Բարև ձեզ, բարի լույս։ Շնորհակալ ենք, որ մառախուղը, մշուշը հաղթահարելով այսօր հասել եք մեր տաղավար։ Եկեք խոսենք, նախ սկսենք հայկական լավաշից, որ ասում ենք հայկական լավաշ։ Ինչ բնութագրումներով է այն տարբերվում մյուս այդ տեսակի հացերից, չասենք լավաշից, որտեղ հայկական լավաշը հայկական է լոշիկներից։ Նախ նրանով է տարբերվում, որ հայկական հացը, լավաշը թխվում է թոնրի մեջ, իսկ թոնրի մեջ թխվելը առանձնահատուկ արարողություն է, եւ այդ խմորը անելու արարողությունը, եւ առհասարակ այն ամենը, ինչ որ կապված է լավաշի ստեղծման հետ, դրանք արարողությունների շղթային եւ ոչ միայն գործողություններ են դրանք, այլ նաեւ բանավոր տեքստային խոսքեր են, հա, մեր կատարած բանահավաքչական աշխատանքների ընթացքում այնքան ահռելի նյութ ենք հավաքել, այսինքն ես զբաղվում եմ բանահավաքչությամբ վերջին մի քանի տարիներին, հա, եւ գրանցում եմ նյութեր, որոնք շատ ունիկալ են եւ կան նաեւ նյութեր, որոնց տարբերակները արդեն իսկ մեր հայտնի բանահավաքները, ազգագրագետները արդեն իսկ հավաքել են եւ դրանց տարբերակները, այսինքն այն բանավոր խոսքը չէ, բանավոր խոսքը չի կարող կրկնվել, ամեն մեկը խոսում է իր ընկալումներին համապատասխան։ Եվ այդ պատճառով այդ տարբերակները եւս համարվում են առանձին բանահյուսական միավորներ։ Եվ այդքանով հանդերձ, այսինքն լավաշ թխելը միայն այսպես զուտ գործողություն չի եւ այդ հացի միայն տեսքը չի։ Լավաշ թխելը, լավաշը վերջնական տեսքի բերելը դա մի ամբողջ արարողակարգերի շարան է։ Եվ դրանով իսկ տարբերվում է մնացած լոշիկատիպ հացերից։ Հացերի մեծ տեսակները հիմնականում պատրաստվում են ցորենից, լավաշը հատկապես։ Եկեք հասկանանք հայերիս կյանքում ցորենը պատմականորեն ավանդույթների մեջ ուղղակի եղել է սնունդ, թե ունեցել է ավելի մեծ, ավելի այլ խորհրդանիշ, եւ ինչպես է դա երևում բանահավաք նյութերում։ Ցորենը շատ յուրօրինակ բուսատեսակ է եւ ինչպես հացն է, հա, չէ՞ որ ցորենից է վերջ այդ հացը ստեղծվում եւ ինչպես լավաշի մասին նկարագրեցի, որ դա միայն այդպես գործողություն չէ, այլ ծիսական արարողությունների մեկ ամբողջ շղթա, ցորենը եւս այդպիսի մինչեւ հողին հանձնելը եւ հետո նորից վերցնելը դա, հա, հողից հետ վերադարձնելը Էլի նորից մի ամբողջ ծիսաշղթայի միջով է անցնում, մարդիկ հողը նախապատրաստում են վարելուն, վարում են, ցանում են, հերկում են եւ այդպիսի մի շարք գործողություններ, հա, որոնք ցավոք հիմա անհետացել են եւ մնացել է միայն հողը, տրակտորն ու ցորենը, հետո արդեն հասունացած ցորենը, կոմբայնը եւ այն մնացած պարագաները, ինչով որ տուն են հասցնում, հա, պահեստներ են հասցնում այդ ամբողջ բերքը։ Ցորենը եւս հողը գցելուց մինչեւ լավաշ դարձած արդեն սեղանին հայտնվել է, այդ ամբողջ շղթան համեմված է բանավոր խոսքերով, աղոթքներով, ծիսական բանաձևերով, երգերով անպայման եւ ինչքան էլ որ մարդիկ դժվար են ստեղծել իրենց հացը, անպայման բաժին են հանել իրենց ստեղծած հացից եւ դա շատ կարեւոր մշակութային տարր է, որ անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդը պահպանի, հա, այդ բաժին տալու մշակույթը, ինչը շատ լավ նաև արտացոլված է մեր ամբողջ տնածիսական համակարգում։
Եթե լավաշ պատրաստելու արարողակարգից խոսենք, որովհետև դա ֆանտաստիկ հրաշալի արարողակարգ է, ուղղակի sense նայում ես, համ ուզում ես արագ այդ ամենը արվի, որ վայելես կողքին դրած պանիրով, լավաշը թարմ թխված, աշխարհի երևի ամենահամեղ բաներից մեկն է։ Բացի դա նաև ինքը որոշակի արարողակարգ է, երգում են, հավաքված կանայք, նաև այդ թոնրի մեջ խփելու արարողությունը, Հիպնոզացնում են, որը շատ ծանր աշխատանք է, Այո։ բավականին ծանր է եւ դա կանայք են անում։ Այ մի քիչ խոսենք մանրամասն ավելի արարողակարգից։ Եթե բացենք այդ արարողակարգը, սկսած երգելուց։ Դուք տեսնում եք միայն այդ ամենա այդպես գողտրիկ եւ համով հատվածը, բայց մինչեւ այդտեղ հասնելը կինը երեկոյան պատրաստում է իր տաշտու մաղը, այսպես ասած, մաղում է ալյուրը, ծնկում է եւ հացատան լավաշը թխելու համար, համենայն դեպս իմ հիշողություններով այդպես էր, այդ մեծ խմորը անելու համար, տատիկս, մայրիկս ծնկի էին գալիս եւ այդպես խմոր էին հունցում եւ անպայման աղոթքի բանաձև էին ասում։ Իհարկե այն ժամանակ, երբ որ ես երեխա եմ եղել, ես նման բաները չեմ հիշել, հետո արդեն որ զբաղվում եմ բանահավաքչությամբ, դրա համար արդեն ականջս ավելի կարևորություն էր տալիս այդ բոլոր խոսքերին, բայց հիշում եմ, որ շատ մեծ այսպես երկյուղացությամբ են իրենք մոտենում այն բոլոր իրերին ու առարկաներին, որոնք գտնվում էին հացատան, այսինքն այն թասը ինչի մեջ որ արվում էր խմորը, դա երբևէ չէր օգտագործվում կենցաղում ուրիշ հոգսեր հոգալու համար, հա, նախ հիմնականում լինում էին կավից այդ թասերը, իսկ ավելի անտառային շրջաններում դրանք եղել են փայտից։ Եվ բարեբախտաբար երկու տեսակներից էլ մինչև այժմ եւ թանգարաններում է պահպանված եւ կենցաղում է իհարկե պահպանված, մարդիկ լիարժեք օգտագործում են իրենց տատերի ժառանգություն ստացած առարկաները։ Եվ հետո ծածկում են այդ հացը խմորը եւ լսել եմ բան, որ ասում են խաչ են անպայման դնում խմորի վրա, այսպես ձեռքով խաչ են անում եւ ասում են ես գնացի ցախի, դուք հացախի։ Այսինքն հասունացիր, հա, ես գնում եմ ցախը բերեմ, պատրաստեմ արդեն հացատունը, որ վառեմ կրակը, իսկ դու հասունացիր, հա, այդպես հորդորում էին ու գնում էին իրենց գործին, հետո այդ գնդելը, երբ որ ձմեռ եղանակին հացատունը մի քիչ ավելի ցրտոտ էր լինում, տան որևէ տաք սենյակում էին գնդերը անում եւ այդ ընտանիքի աղջիկները երիտասարդ հարցներ այսպես գեղեցիկ ուսներին դրած ինչ որ էլի փայտե սկուտեղով կամ մետաղական սկուտեղով գեղեցիկ բերում էին արդեն տալիս էին իրենց ընտանիքի ավագ անդամներին ովքեր եւ սկսում էին հացաթխման արարողությունը առաջին հացը երբ որ խփում էին թոնրան շրթին բանաձև էին անպայման ասում, հաց ես հացի հրիշտակ ես, արտար եզան վաստակ ես, դու առասված լնիս, աշխրքի խաղաղուտուն ուզես, ընդուսերին ու սադաղեն էլ մեր էսպզդի երգրին ուզես։ Այդպիսի բարեմաղթանք էին ասում, մաղթանքներ էին ասում առայն, որ թող Աստված մեզ զորավիք լինի այս ծանր գործը ավարտին հասցնելու համար, որովհետև հիմա է, որ փոքր քանակով են թխում լավաշը, հին ժամանակներում ավելի մեծ ծավալի էին լավաշ թխում, թեև ամեն օր թոնիր էր վառվում, տան մնացած հոգսերը հոգալու համար, ենթադրենք ջուր տաքացնել, կերակուր եփել եւ այլն, բայց լավաշ ամեն օր չէին կարող թխել, այդ ամբողջ գործողությունների շղթան անդադար կրկնել հնարավոր չէր եւ այդ պատճառով մի անգամ եւ շատ թխում էին եւ ինչպես գիտենք մեր հայկական լավաշը նաեւ դրանով է յուրօրինակ, որ շատ երկարակյաց հաց է, ճիշտ խնամելու դեպքում ամիսներ անգամ կարելի է թարմ պահել լավաշը եւ ոչ մի սննդային փոփոխությունների չի ենթարկվում։ Կանայք են թխում, դա ավանդության համաձայն լավաշը թխել են կանայք։ Ավելին կասեմ, տղամարդկանց մուտքը թոնրատանը խստիվ արգելված էր։ Այո, առավելապես կարող էին նրանք թոնիրը վառել, բայց երբ որ սկսվում էր հացաթխման այդ գործընթացը բուն, այլևս տղամարդիկ ոչ մի գործ չունեին հացատանը, մինչև այն բան, երբ որ արդեն հացերը թխած վերջացրած կլիներ։ Եվ երբ որ առաջին հացը թխում էին, անպայման մի քանի հաց բաժին էին
էին հանում, երեխաներին տալիս էին, թևների վրա այդպես գցած կանգնում էին դրանշեմին, տանշեմին, թե ով կանցնի անծանոթ մարդկանց էին հյուրասիրում, գուցե ծանոթ մարդկանց, անպայման եթե գիտեին գյուղում հիվանդ մարդ կա, այդ հիվանդի տուն էին մի քանի լավաշ ուղարկում եւ դրանից զատ, բայց ամենաառաջին հացը, որ թոնրից հանում էին, դա տան շան ընտանիքի, շան բաժիններ, անպայման շանն էին տալիս եւ դրա վրա խիստ արգելք կար դրած, որ հիմա ճիշտ ասած չեմ ուզում ասել ինչ արգելք, բայց շան տալիս էին այն պատճառով, որովհետեւ ավանդազրույցը պատմում է, որ երբ որ Աստված ստեղծեց երկիրը, ցորենի հասկը հողի ծայրից մինչև ցողունի ծայրը ամբողջությամբ հատիկներով էր պատված։ Դա ստեղծված էր նրա համար, որ մարդիկ աշխատեն, ստեղծեն եւ մեկը մյուսի ունեցվածքին չար աչքով չնայի, այսինքն բոլորը լի ու առատ ապրեն, բայց եղավ այնպես, որ այնուամենայնիվ երկու եղբայրներ իրար ունեցվածքի այդքան էլ բարի աչքով չնայեցին եւ նրանց պատժելու համար Աստված որոշեց հացը իսպառ վերացնել երկրի երեսից, իսկ շունը իմանալով այդ մասին, տխուր նայեց երկինք եւ աղեկտուր սկսեց ոռնալ, հասկանալով, որ եթե հացը վերանա, ինքն էլ սովից կսատկի եւ այդ մի փոքրիկ հասկը, որ հիմա տեսնում ենք ցողունի վրա, դա շանը խղճալուց է Աստված թողել ցողունի ծայրին։ Այդ իսկ պատճառով մարդիկ երբ որ թխում են հացը, առաջինը անպայման բաժին են տալիս շներին։ Յուրաքանչյուր ազգի պատմություն, հացի պատմությունը կարծես թե այնքան հիմնականում, կարծես թե այնքան հին է, ինչքան ազգն է հին։ Որքան է հին հայկական հացի, մասնավորապես լավաշի պատմությունը եւ որ թվականից են կամ որքան հին են առաջին գրավոր կամ բանավոր վկայությունները։ Դրանք ավելի շատ խիստ մասնագիտական հարցեր են, որոնց պատասխանը լավ կլինի լրիվ մասնագետները պատասխանեն, բայց մարդկության պատմության, ամեն դեպքում գրավոր ժառանգության մեջ շատ հին ժամանակներից խոսվում է այդ մասին, անգամ մեր արքաները, երբ որ գերի են ընկնում, իրեն կա չէ, այդպիսի մի պատմություն, որ ասում են մի բան կարող ես դու ուզել քո հայրենի երկրից, ասում են իմ սաղավարտն եմ ուզում եւ ուզում են սոված պահեն, որ թուլանա, հետո հանեն մենամարտի եւ չկարողանա հաղթել եւ այդպիսով ընդմիշտ գերի մնա օտար երկրում։ Սաղավարտն է ուզում եւ իր զինվորները հասկանում են, որ եթե սաղավարտն է ուզում, ուրեմն դրանով ինչ-որ բան է ուզում հասկացնել, մտածում են եւ որոշում են մի քանի այդպես թերթոն լավաշ դնել սաղավարտի մեջ եւ ուղարկել իրենց զորավարին եւ այդպիսով զորավարը ստանում է իրեն անհրաժեշտ հացի քանակը եւ այդքան օրեր պահելուց հետո, իրենց իմանալով սոված պահելուց հետո կամած ուտում է, սնվում է այդ բարակ լավաշներով եւ չի կորցնում իր կենսական ուժը եւ այդպեսով հաղթում է մրցակցին ու վերադառնում է իր երկիրը։ Այսինքն, եթե դիտարկենք, որ դա մեր թվարկրությունից առաջվա պատմություն է, նշանակում է դեռևս այդ ժամանակներից հայկական հացը գոյություն ուներ հենց լավաշի տեսքով, որ այդ բարակ թերթոնները դրել են սաղավարտի մեջ։ Ներկայում շատ հաճախ նաև ինչ-որ մարքեթինգային հնարքներով է վաճառվում լավաշը, դիետաների համար, նշվում է, որ առանց թթխմորի է պատրաստվում։ Մի քիչ եթե խոսենք բաղադրության մասին, իսկական, ավանդական լավաշի եւ այն լավաշի, որը մենք կարող ենք գնել ուղղակի դիետայի համար, ինչքանով է փոխվել բաղադրությունները ժամանակի հետ։ Դարձյալ դուք խիստ մասնագիտական հարց եք տալիս, բայց ուզում եմ ասել, որ այն ժամանակ, երբ որ ես հիշում եմ մեր ընտանիքի անդամները թխում էին լավաշ, նրանք թթխմոր էին աճեցնում։ Հիմա ճիշտ ասած թթխմոր աճեցնելու ուրիշ ձևեր էլ գոյություն ունեն, այդ զանազան հացեր պատրաստելու համար, բայց այն ավանդական թթխմորը, որ ես հիշում եմ, ուղղակի թխվող հացի խմորից մի փոքր վերցնում էին ու այդպես աղի հետ շաղախում էին, դնում էին, հասունանում էր եւ ամեն անգամ այն հնից ավելացնում էին, նորից ավելացնում էին հնի վրա եւ այդպես հատուկ աման գոյություն ուներ, դա հատուկ դնելու տեղ գոյություն ուներ, որ չափից դուրս չթթվի, չփչանա եւ շատ էլ այդպես թույլ չլինի իր որակով, որ կարողանա ենթադրենք 3 մաղ ալյուրը խմոր դարձնի։ Այսինքն դա
բավականին մեծ հմտություն էր պահանջում, որպեսզի թթխմորը ճիշտ ձևի պահեն, այսինքն չլինի այնպես, որ իր ուժը կորցրած լինի եւ այդ ամբողջ 3 մաղալյուրը փչանա ուժը կորցրած լինելու պատճառով եւ շատ էլ թթված չլինի, որ ենթադրենք թթվահամ լավաշ չստացվի։ Իսկ հիմա բոլորիս հայտնի դրոժն է այդպես, հա, չգիտեմ, խմորիչ, հա, արհեստական այդպես պատրաստված, ինչ որ նյութերից, դա է շատ հայտնի որպես հացի խմորի խմորման եղանակ, բայց մասնագետները նշում են, որ դա այնքան էլ օգտակար չէ մարդու օրգանիզմի համար եւ հիմա արդեն կամաց-կամաց ինչ որ նորանոր տարբերակներ են մտածում, որ ավելի մոտ է այն հին ժամանակներում, հա, կատարված խմորման արարողություններին։ Եվ վերջում եկեք հասկանանք, մենք խոսեցինք, անդադ խոսեցինք ցորենից պատրաստվող հայկական հացից, լավաշից, բայց խոսեցինք կարծես թե այն ուտելիքներից, ուտեստներից, որոնք պատրաստվում են, որոնք վստահ շատեր կան, որ խնդրեմ կնշեք մի քանիսը, որոնք եղել են ցավոք սրտի չեն պահպանվել այսօր եւ որոնք են, որ այսօր ցորենից պատրաստվող ուտելիքների մասին։ Ցորենը շատ այսպես ամրություն հաղորդող, հա, ինքը բուսատեսակ է, անգամ ասում են, որ նոր տուն պատրաստելու ժամանակ, երբ որ հիմք են գցել, մեջը ցորենի հատիկներ են գցել, որ հիմքը ամուր լինի, այսինքն մտածել են, որ այդ ձիլը այնքան հզոր է, որ կկարողանա ամուր պահել տան հիմքերը, ամուսնացող աղջիկների ոտնամանի մեջ, կոշիկի մեջ գարնանացան ցորեն են լցրել, որ ամուր ընտանիք ունենա, եւ դրանով հանդերձ ցորենից պատրաստված կերակուրները շատ տարածված է եղել հայկական մշակույթում, որովհետև դա առանձնահատուկ ուժ ու զորություն է տալիս մարդուն եւ ենթադրենք աշխատավոր մարդը առավոտյան վեր է կացել, կերել է այդ կերակուրները եւ գնացել է դաշտ իր արտոնին աշխատանքները անելու եւ դա ամբողջ օրվա ընթացքում իրեն պահել է։ Աղանձը, ես օրինակ աղանձ շատ եմ սիրում։ Փոխինձը, տարբեր տեսակի ձավարեղենները, որ եւս ստացվում է ցորենից եւ դրանից պատրաստվող կերակուրները, բայց իմ կարծիքով այդ կերակուրների թագուհին ածիկն է, որը պատրաստվում է ցորենի ծիլից։ Բաղադրությամբ իր մեջ ներառում է ընդհանրապես ցորենի ծիլ, երկրորդ տեսակի ալյուր, այդ կարմիր ալյուր կոչվածը եւ ջուր։ Ուրիշ ոչինչ, բայց վերջում աշխատանք ծանրագույն աշխատանքի արդյունքում ինչքան բաղադրիչները, հա, մատչելի են եւ հեշտ, այնքան պատրաստման գործընթացը դժվար է եւ այդ աշխատանքի վերջում մենք ստանում ենք աննկարագրելի քաղցրահամ, որը այդ բնական ծիլի քաղցրությունն է, այսինքն ոչ մի քաղցրեցուցիչ չենք օգտագործում եւ ստանում ենք բնական քաղցր կերակուր, որը հիմնականում պատրաստել են վաղ գարնանը, պահոց շրջանում եւ մոտավորապես 1 ամիս ծնվել են այդ կերակուրով, այսինքն ինքը նաեւ երկարակյաց է։ Մի անգամ պատրաստում եք մեծ քանակով եւ կարողանում են երկար ժամանակ օգտագործել։ Ցավոք փոքր-ինչ դուրս է եկել դա մեր առօրյա, հա, կենցաղից, բայց 2022 թվականին մեզ հաջողվեց այն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության հատուկ պահպանության կարիք ունեցող տարրերի ցանկում եւ ընդգրկելուց հետո սկսեցինք մեծ ջանքեր գործադրել, որպեսզի կարողանանք այդ շատ կարևոր կերակրատեսակը վերադարձնել մեր խոհանոց եւ հիմա Մեղրաձորում պատրաստում ենք այդ կերակուրից շատ ինտենսիվությամբ, նաեւ պատրաստում ենք նիշաստա կոչվող կերակուրը, որ դա եւս ցորենից է, ցորենը տևական ժամանակ ջրի մեջ պահում ենք, անթաջուրը փոխելով եւ հետո գործընթացներ ենք անցկացնում եւ ստանում ենք ցորենի խոնավ եղանակով ցորենի այսպես ալյուրանման զանգված ենք ստանում, ոչ այն դասական ալյուրը, ինչ որ մենք գիտենք եւ դա եւս շատ քաղցր է ու մարդիկ ովքեր հիշեցին այդ մասին եւ մեզ խորհրդվեցին, որ եւս դա վերականգնենք, ասում են, որ իրենք, որ այդ կերակուրը շատ օգտագործել են երեխաների համար, երբ որ կաթից արդեն կտրում են, այդ ժամանակ դրա լավագույն փոխարինիչը հենց նիշաստան է եղել։ Եվ հիմա էլ շատ մայրիկներ եւ տատիկներ ի ուրախություն մեզ, որովհետեւ ժամանակակից մարդու քիմքը մի տեսակ օտարացել է բնական համերից, ի ուրախություն մեզ գնում են այդ արտադրանքները եւ փորձում են իրենց երեխաների քիմքը սովորեցնել այդ շատ կարևոր կերակրատեսակներին։
Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել ենք Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն ՀՕԱԿ-ի տնօրեն, բանասեր, բանահավաք Գոհար Գոգոլյանին եւ զրուցեցինք ինչպես լավաշ պատրաստելու հրաշալի ավանդության մասին, այնպես էլ ցորենի հետ կապված ուտեստների մասին։ Եթե մեզ նոր միացաք եւ սա չեք դիտել, կարող եք Շանթ հեռուստաընկերության YouTube-յան էջից գտնել եւ դիտել տեսանյութը, որովհետեւ իսկապես հրաշալի եւ ինֆորմատիվ զրույց ստացվեց։ Ինչ ենք անում հիմա։ Իսկ մենք գնում ենք լսելու երաժշտություն։ Ընտիր։ Գնացինք։ Գնացինք։